Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխում, ինչպես նաև Լուկասի ավետարանի մեջ շատ բարդ է հասկանալ եւ ընկալել, թե ինչի համար է մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում այս մասին եւ ինչի համար է խաղաղության փոխարեն ատելության մասին խոսում։ Բոլոր ժամանակաշրջաններում, երբ որ տվյալ երկրամասում, տվյալ տարածքում կամ ընտանիքների մեջ տիրել է խռովություն, չարություն, դառնություն, դաժանություն, դե այն ժամանակ ավետարանը գուցե ավելի շատ է դիմացել, քան այսօր, եւ որ ամեն անգամ խոսքում անդրադարձ կատարում եմ ասելով, որ այն ժամանակ ժողովուրդը շատ քիչ էր խոսում քրիստոնեությունից, շատ քիչ էր խոսում քրիստոնյա լինելուց, շատ քիչ էր խոսում հավատացյալ լինելուց, բայց ապրում էին ավելի շատ հավատացյալի կյանքով, ապրում էին ավելի շատ Սուրբ Գրքի կանոնով, երկյուղ կար, վախ կար մարդկանց մեջ։ Թե գուզեր ստրկատիրական ժամանակաշրջաններ էին, ֆեոդալական ժամանակաշրջաններ էին, չգիտեմ, ես ինչ իմանամ, հարուստի ու աղքատի ժամանակաշրջաններ էին, բայց ամեն դեպքում մարդիկ այն ժամանակ ավելի մեծագույն հավատք ունեին, բայց ինչպես ասում ենք, ավելի քիչ էին խոսում քրիստոնեությունից ու հավատքից, Աստվածաշունչ ավելի շատ գիտեին, քան որ այսօր ամբողջ աշխարհում խոսվում է քրիստոնեության մասին, բուռն կերպով բոլոր տեղերում քարոզվում է Հիսուս Քրիստոս, բոլոր տեղերում փառաբանվում է Հիսուս Քրիստոս, բայց ավելի քիչ գիտեն Սուրբ Գրքի խոսքը, ավելի քիչ գիտեն Աստծո խոսքը, ավելի քիչ են ապրում քրիստոնեական կյանքով։ Խոսելը քիչ է, այդ պետք է ապրել։ Դրա համար Քրիստոս շեշտում է. երբ հեռացաք ինձանից, երբ իմացաք, որ մարդու համար ամենակարևորագույնը աշխարհիկ կյանքն է, նյութականն է, աշխարհիկ հոգսերն են, աշխարհիկ բարքերն ու վարքերն են, դրանք է, որ մարդուն պետք է տան շնորհ, դրանք է, որ մարդուն պետք է հնարավորություն ստեղծել, ընտանեկան կարգավիճակ կերտել, ուրեմն այդ ժամանակ գալու է խռովություն գցել ձեր ընտանիքների մեջ։ Երբ որ մոռանալու եք ով եմ ես, ուրեմն ես էլ կմոռանամ ձեզ, ձեր ընտանիքի անդամների առաջ։ Եվ դրա համար ձեր միջև կլինի խռովություն ու ատելություն, թշնամություն։ Եվ այսօր է, ինչու՞ չէ, նայեք ամեն մեկ ընտանիքի, նայեք ամեն մի գյուղի, քաղաքի, տարածաշրջանի, տեսեք ինչ է կատարվում առհասարակ մեր մեջ, արդյոք մենք Աստծուն հասկանում ենք եւ ճշմարիտ ձևով ենք հետևում, թե մոռացել ենք կամ մենակ լեզվով ենք դավանում Տիրոջը։ Բնականաբար մենակ լեզվով, որովհետեւ եթե մենակ լեզվով չդավանենք, այլ սրտով ու հոգով ու մտքով դավանենք, չի կարող այդ ընտանիքի մեջ խռովություն լինի։ Բայց մի կողմից է Քրիստոս ինչ է ասում, ասում է բնական է որ ընտանիքի մեջ բոլորը միակարծիք չեն կարող լինել, ինչ որ մեկ հարցի շուրջ, այդպես է թե այդպես ընտանիք հասկացողությունը մի լայն պետություն է, որտեղ բազմաթիվ հարցեր են քննարկվում ընտանեկան, ներընտանեկան խոհանոցում։ Եվ չի կարող այդ ընտանիքի մեջ բոլորը միակարծիք լինեն։ Անգամ այդ ընտանիքը փոքրակազմ լինի, թե մեծակազմ լինի։ Ընդհակառակը, որ մեծակազմ եղավ ավելի 10 հոգի եղան, 10 հոգի մի բան ունի, ասեն մեկը մեկին չհասկանա։ Այդ ինչի չեն կարողանում մենք հասկանանք, երբեմն լեզու վերան ինչի չեն կարողանում գտնել մեր ընտանիքների մեջ։ Այսօր է ընդհանրապես հասարակության մեջ։ Բոլորս համարվում ենք քրիստոնյա, բոլորս մեկս մյուսին ընդունում եւ հասկանում ենք իբրև Քրիստոսի որդեգիր զավակներ, մեծամասնությունը համարում են իրենց հայ առաքելական եկեղեցու զավակ, բայց մեկս մեկի հետ չունեն։ Թշնամություն է մեր մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր քրիստոնեական ընտանիքի մեջ թշնամություն է, ուր մնաց է այլ այրերում թշնամություն չի։ Մեր ընտանիքների մեջ է թշնամություն,
Որովհետև ինչպես ասում է Քրիստոս, ընտանիքի մեջ եթե 5 հոգի լինեն, 5 հոգուց 2-ը առանձնացած պիտի լինեն եւ դուրս պետք է կան 3-ի դեմ։ 3-ն էլ պետք է առանձնացած լինեն, դուրս կան 2-ը։ Այն 2-ը առանձին գաղափարներով տարված է, 3-ը առանձին գաղափարներով տարված։ Եվ ասում է իրենց մեջ խռովություն պիտի սերմանեն եւ մեկը մեկին թշնամություն պիտի հաստատեն, որտեղ մեկ կողմը պետք է լինեն ճշմարիտ հավատացյալ, բնականաբար, մյուս կողմը պետք է լինեն ոչ ճշմարիտ հավատացյալ, որտեղ այս կյանքում այս աշխարհի մեջ ընդամենը 2 ճանապարհ կա։ Երրորդ ճանապարհ միջանկյալ հատված գոյություն չունի։ Դու չես կարող այնպիսի մի ճանապարհ փնտրել, որը ոչ աճ է տանում, ոչ է ձախ է տանում, այլ միջանկյալ մի ճանապարհ կա։ Մարդը օրինակ իր էությամբ իր կազմվածքով միշտ աճ եւ ձախ կողմի դասակարգում ունի։ Այդպես է այդպես։ Մարդը ունի աճ ձեռք, ունի ձախ ձեռք, հələ երրորդ ձեռք ցույց տվեք։ Չկա երրորդ, միջանկյալ հատված չկա։ Աճ, ձախ աճ։ Երրորդ աճքը մեջներից ցույց տվեք ուրա։ Չկա։ Աճ, ականջ, ձախ ականջ։ Երրորդ ականջ ցույց տվեք, որ մեջտեղ է գտնվում։ Ուրեմն մարդու դեմքի, դիմագծի, կեցվածքի, կառուցվածքի մեջ է աճակողմ եւ ձախակողմ։ Եկեղեցին էլ օրինակ տեսեք ունենք աճակողմյան 10, ունենք ձախակողմյան 10։ Աճակողմյան 10-ը սրբերի 10 է, ձախակողմյան 10-ը մեղավորների 10 է։ Դրա համար օրինակ երբ որ հիշատակության ժամանակն է գալիս, երբ որ երկնավոր սրբերին պետք է հիշատակենք, ամբողջ դպրած 10-ը, բնական գալիս է աճակողմյան 10 է։ Որովհետև պետք է հիշատակենք երկնային սրբերին։ Իսկ երբ որ երկրային մեղավոր մարդկանցս պետք է հիշատակենք, սկսյալ կաթոլիկոսից վերջացրած դեր փառելով կամ ժողովրդով, ամբողջ դպրած 10-ը բնական գալիս է կողմն է կանգնում եւ երկում են գողություն, չէ՞։ Որովհետև երկիրն է մատնանշում, մեղավոր 10-ն է մատնանշում, ձախակողմյան 10-ը։ Աճակողմյան 10-ը քանի որ գտնում է Սուրբ Հոգին, աճակողմյան 10-ը քանի որ գտնում է երկնային սրբերը, բնականաբար եկեղեցու ավազանը գտնվում է եկեղեցու աճակողմյան 10-ը։ Հիմա կասենք, բայց մենք նստածենք մեր ձախ կողմն ենք։ Եկեղեցու դասակարգումը բեմից են հաշվում, ժողովրդի կողմին չեն հաշվում։ Սա է պետք է իմանալ։ Սուրբ Խորանից ենք նայում, այսինքն ինչպես ես կանգնած եմ դեմքով դեպի ձեզ, ուրեմն այսպես է հաշվվում աճակողմյան կամ ձախակողմյան 10-ը։ Ուրեմն դրա համար իմ կողմը գտնում է աճակողմյան, գտնում է սրբոց 10-ը, այսինքն գտնում է ավազանը։ Եվ այն հատվածը, որտեղ որ գտնում է եկեղեցու սպասկեղենը, դրա համար եկեղեցու հիմնականում սուրբ սպասկեղենը, խաչերը, զարդերը, զարդարանքները բոլոր եկեղեցիների աճակողմյան ավանդական մեջ են դրվում, ձախակողմյանը չի դրվում։ Որովհետև ձախակողմյանում դրվում է եկեղեցու այն պիտավոր առարկաները, որոնք որ սուրբ չեն, ընդամենը որպես պահեստ։ Իսկ աճակողմում դրվում է եկեղեցու զգեստները, եկեղեցու սպասները, սրբությունները, այդ ավանդական մեջ է անգամ զգեստափոխում քահանա, սպասավորությունը կատարում քահանա։ Որտեղ այն համարվում է սրբության վայրը եկեղեցու մեջ այն հատվածը, որտեղ որ գտնում է եկեղեցու սրբությունը։ Ուրեմն այնպես է մեր կյանքում։ Ամեն բան ունի աճակողմ եւ ձախակողմ։ Այսինքն ունենք բարի եւ ունենք չար, ունենք դրական, ունենք բացասական։ Երրորդ կողմ միջանկյալ կողմ գոյություն ունի։ Հետևաբար, եթե ընտանիքի մեջ է, ինչպես ասում է Քրիստոս, թեկուզ եւ բաժանվում է, երեք մասի չեն կարող բաժանել։ Երեք հատված չեն կարող լինել։ Ընտանիքի մեջ երկու կարծիք պետք է լինի։ Կամ աճակողմյան կամ ձախակողմյան։ Եթե խոսքը վերաբերում է հավատքին, ուրեմն բնականաբար, եթե ընտանիքի մեջ կա խռովություն, կեսը կիսահավատ կամ անհավատ կարգավիճակն է, կեսը հավատացյալ կարգավիճակն է, հավատացյալ կողմը բռնում է Աստծո կողմը, իսկ ոչ հավատացյալ կամ կիսահավատացյալ կողմը բռնում է
չարի կողմ։ Թվում է թե օրինակ մեր ազգի մեջ բազմակողմանի բան կա, չէ՞, հավատքի ուղղություններ կան։ Մեր ազգի մեջ գոնե վերցնենք մեր ազգը, չասենք ամբողջ աշխարհը։ Ամբողջ աշխարհում ավելի շատ։ Ասենք մեր ազգի մեջ բազմակողմանի հավատք։ Հիմա երբ որ հարցը տրվում է այդ բազմակողմանի կրոնական կազմակերպություններին, ուշադրություն, մենք չենք տարանջատում այդ կրոնական կազմակերպությունները առավելություն, պակասություն չենք դասում։ Երբ որ հարց է գալիս ուղղափառության, ճշմարիտ հավատքի հետևորդության, եւ իմիջիայլով ասեմ, հայ առաքելական եկեղեցին ուղղադավան ուղղվածություն ունի, ինչպես որ այս վերջին շրջանում շատ արդեն սկսվեց քննադատվել այդ խոսույթը արտաբերվեց ուղղափառ է թե ոչ, առաքելական եկեղեցին ուղղափառ առաքելական ուղղվածություն ունի, ինչպես որ մենք արտաբերում ենք պատարագի ընթացքում ընդհանրական, առաքելական, Սուրբ եկեղեցին չնշանակում, ընդհանրական նշանակում է ամբողջական, առաքելական նշանակում է առաքյալներից ստացված, Սուրբ եկեղեցի, քանի որ սրբություններում նշանակում է թե նա մեկ ուղիղ ճանապարհ ունի, եթե Սուրբ է մեկ ուղիղ ճանապարհ ունի, եթե Սուրբ չհամարենք, ուրեմն բազմակողմանի կդառնա։ Տրամաբանություն է սա։ Մի բանի մեջ, եթե մենք համարում ենք Սուրբ, ուրեմն ճշմարտությունը մեկն է, ուրեմն ինքը ուղիղ է։ Իսկ եթե մենք սրբություն չենք համարում, չի կարող այնտեղ մեկ կողմ ունենա, այնտեղ կարող է ունենա 1, 5, 10, 20, 100, ինչպես աղանդավորները։ Քանի դեռ իրենք սրբություն չեն ճաշակում, իրենք սրբություն հասկացողություն չունեն, դրա համար բազմագի է։ Բայց երբ որ իրենք սրբություն ընդունեն, կդառնան առաքելական։ Որտեղ մեկն է, մեկ ճանապարհ կա ուղղափառության, դեպի առաքելական։ Իսկ եթե չկա այդ սրբությունը, ուրեմն ավետարանչական, կյանքի խոսք, Եհովայի վկա, չգիտեմ, բլա, ֆստա, ինչ ասես կդառնա։ Բայց մեզ համար ուղղափառներից, ուղղափառ դավանություն ունեցողներից համար, ճշմարիտ հավատքի հետևորդության վկաներից համար, եթե հարց տան հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ դավանությունից դուրս այս կամ այն կրոնական կառույցը, որը որից է առավել կամ պակաս, որն է ճիշտ, որը սխալ, որին կարելի է հետևել, որին ոչ, հետևաբար մեկ պատասխան կա։ Հայ առաքելական եկեղեցուց դուրս բոլորը սխալ։ Կապ չունի, լավն է թե բան, սխալ է։ Չլինի դա ավետարանչական, չլինի դա կյանքի խոսք, մորմոնական, մունական, չգիտեմ, ինչական, ով ուզում է լինի, եթե առաքելական եկեղեցու ծիրից դուրս են, հիմքից դուրս են, ուրեմն բոլորը անխտիր ծայրի ծայր սխալ են։ Սա ինչ է ցույց տալիս, կամ կա աճ, կամ կա ցախ։ Հետևաբար այս կրոնական կառույցների կամ հավատքի դրսևորում ունեցող երևույթների մեջ են տարբերություններ կա։ Բնականաբար այդտեղ կան տարբերություններ։ Մեկը մեկից առավել է, մեկը մեկից պակաս է։ Մեկը մեկի դեմ է, մեկը մեկին հակառակ է։ Իրանք էլ իրանց մեջ բաժանումներ ունեն։ 100-ից ավել կրոնական, աղանդավորական կառույցներ կան։ Եվ մեկը մեկի չեն ընդունում։ Մեկը մեկի օրենքներում կարգելու, վարկելու չեն ընդունում, մեկը մեկի վարդապետությանը հետևորդ չեն։ Մեկը խաչ ընդունում է, մեկը չի ընդունում։ Մեկը գուցե, չգիտեմ, ծնունդը ընդունում է նշել, մեկը չի ընդունում։ Մեկը նոր տարին ընդունում է, մեկը չի ընդունում։ Մեկը եկեղեցին ընդունում է, մեկը չի ընդունում։ Եվ հավատքի տարբեր դրսևորումներ ունեն։ Բայց մեզ համար, եթե մեր տեսանկյունից նայենք, իրենք բոլորն էլ սխալ են, որտեղ իրենք բոլորն էլ ծախակողում են։ Դրա համար մեզ համար երկու ճանապարհ կա։
իբրև ճշմարիտ քրիստոնյա, աճ կամ ցավ։ Հետևաբար ընտանիքի մեջ է, եթե խռովություն է առաջանում, պետք է ուշադիր լինել։ Կարող է ընտանիքի մեջ 3-4 տեսակի գաղափարախոսություն ունեցող մարդիկ լինեն, բայց պետք է դասակարգել այդ 3-4 տեսակի գաղափարախոսություն ունեցող մարդկանց ըստ Աստվածաշնչի ու խոսքի, ինչքանն են նրանց համապատասխան Աստվածաշնչի խոսքը։ Կարելի է ծաղկաքաղ անել եւ կտեսնել, որ թեև ընտանիքի մեջ է, հասարակության մեջ է 3-4 տեսակի գաղափարակիցներ կամ տարբեր ուղղվածության, բայց երբ որ զտում ես կատարում, տեսնում ես, որ իրականության մեջ այդ 3-4 տեսակի գաղափարակիրները, գաղափարախոսության հետևորդներն են, երբ որ դասակարգում ես, ելի երկու մասի է բաժանում։ Աչակում եւ ցավը։ Կամ ճշմարիտ են, կամ սխալ։ Ուրեմն չի կարող ճշմարիտը բնականաբար բաժանվի մեջ, բաժանվում է սխալ, ով որ արմատ չունի։ Եվ դրա համար Պողոս Առաքյալը Տիտոսին ուղղված նամակի մեջ այսօր ինչ է ամրատած կատարում։ Հիմքը դրեց սերությունից, հիմքը դրեց վերևից։ Խրատը սկսեց վերևից, փոքրիկ չսկսեց խրատը։ Երեխուն չասեց, գիտես ինչ, եթալպի ծնողի, հնազանդվի ծնողի, սկզբում ծառաների չսկսեց, քույրերից, եղբայրներից չսկսեց, զավակներից չսկսեց, հարսներից չսկսեց, այլ սկսեց մեծահասակներին։ Ամենաառաջի խրատը հորդորն ասեց դուր մեծահասակներին, որտեղ իրանցից է կախված ընտանիքը, կայունը թե կայուն չէ, գյուղը գյուղ է թե գյուղ չէ, քաղաքը քաղաք է թե քաղաք չէ, երկիրը երկիր է թե երկիր չէ, եթե մեծահասակները չունեն ճշմարիտ հետևորդություն, ուրեմն այդ ազգը պարակված է։ Ինչ տեսնի փոքրը ես սովորում։ Եթե մեծահասակը ճշմարիտ հավատքի ուղղվածություն չունի, բնականաբար երիտասարդին ճշմարիտ հավատքը մի պահանջի։ Եթե ընտանիքի մեջ կներեք պարզապես, բայց ճշմարտությունը այսպես է։ Եթե յուրաքանչյուր ընտանիքի մեջ հայր եւ մայրը իր տեղում չեն, հետեւաբար զավակները, դուսները իրենց տեղում չեն կարող լինել։ Եվ հավը չեմ իսոր այդ դուսները դառնալու է մեկ ուրիշ ընտանիքի հարս։ Ու այդ նույն մարդերը տանելու է այդ ընտանիքի մեջ։ Եվ Աստված մի արած այդ ընտանիքի մեջ սկեսրուն ու սկեսրայինը իրար տեղում չեղա, ուրեմն այդտեղ այդ ընտանիքի բանը որտեղ է։ Ուրեմն քանդվեց այդ ընտանիքը ամբողջությամբ։ Ուրեմն ինչից է գալիս Պողոս Առաքյալի խոսքն ասում է վերևից ամենասկիզբը հորդորի ծերերին, տանիքներին, պապիկներին, մեծահասակներին, իրենք թող պահեն իրենց հավատքը կայուն, իրենք թող լինեն սրբակենցաղ կյանքով ապրող, ճիշտ դասիրակող, ճիշտ հորդորող, չլինեն խաբեբաներ, բախտագուշակներ, թուղթ ու գիրամողներ, կարդ քծողներ, բաժակ նայողներ, այսօր էլ կան, որ հիշում եմ, չգիտեմ ինչ է։ Եվ նմանատիպ բաղ չապողներ, մոմ թապողներ, այսպիսի երևույթներ մի եղեք, պարավներ, պապիկներ, տատիկներ, ասում է Պողոս Առաքյալը, այլ եղեք ասում է ազնվաբարո, բարի և մատուր ազնվական հավատացյալներ, որպեսզի ձեզանից սերված ձեր զավակները, ինչ որ ձեզնից տեսեն են սեր, ինչ որ ձեզ տեսեն, դրան հետևեն։ Բնականաբար է չարիքը ձեզնից տեսնում է, թե չարիքով է։ Եվ հաջորդիվ ասում է, եթե երիտասարդներին խրատ պետք է տաս, որ պետք է խրատ տաս նրանով, որ եթե իրենց ընտանիքի անդամները կամ իրենց գերդաստանի մեջ կան ասնիվ, մատուր, ճշմարիտ հավատացյալ տատիկներ ու պապիկներ, ասում են նրանց հավատքին հետևեք, նրանց վարքին հետևեք։ Մի հետևեք այն մարդկանց, ովքեր որ գոռոզամիտ են, ովքեր որ նյութասեր են, իշխանասեր են,
Օրինակ շատ հաճախ լինում է, որ ընտանիք մտնում է, ընտանիքի մեջ նայում ես մի 6-7 հոգի մարդ է, մեկը գողական է, մեկը չգիտեմ ավազակական է, մեկը ավտորիտետ է, մեկի փուլը ամեն ինչ կտրում է, մեկը նայում ես մի անկյունում նստած մի խելոք, տատիկ կամ պապիկ։ Ուզում ես այդ մարդու հետ խոսել, հասկանում ես, որ այդ ընտանիքի մեջ ամենաազնիվ մարդ է նա։ Որտեղ մեկը գլուխ հովան է, այն մեկը չգիտեմ ինչ է, փողասեր է, այն մեկը նյութասեր է, ամեն մեկը մեկ մեղքի մեջ կան։ Այդ ընտանիքի մեջ միակ ազնիվ ու խոնարհը, համեստը, այդ ընտանիքի տատիկն է կամ պապիկն։ Եվ այն ժամանակ, երբ որ նստած ես լինում, որ չէ գալի ուրիշ անգամ ներդրել ասել է, որ ամենամեծագույն գարշելի նողկալի բանն է, երբ որ տան մեջ լինում են տղա երեխաներ ու հայ հոյանքեն սովորեցնում տղա երեխաներ։ Մեկ էլ չեն ասում, մեր նորը մի տեղ ենք երդում։ Ասում են տերագին չունես, ասում են երկու տղա, նոր տղա մի տղես նոր է ծնվել, 4 ամսական է, մի տղասի 9 տարեկան է և աղջիկ 13 տարեկան։ Ասում են տղեն քրվել գիտի։ Սեն ուրիշ բանի չեն կարող ասեն, տղեկ աստվածաշունչ գիտի։ Դու հոգևորական ես։ Սեն կարող է քո հավատքիդ հետևի, քո կարգ կանոնին հետևի, կարող է ինքն դառնա եկեղեցական, ավելի ազնվագույն հավատացյալ դառնա, ավելի լավ քահանա դառնա, քան դու էիր։ Փոխանակ այսպիսի բաների մասին, մտածենք ասում տղեկ քրվում։ Ու արդեն պատկերացնում ես այո, այդ ընտանիքի մեջ Արկել ու արկել կարգավիճակում են այդ ընտանիքը ինքնին արդեն իսկ խարխրված է, բաժանված է, եթե ընտանիքի մեջ օրինակ է բերում ասում է Հենրիկը նենց է քրվում, ուզես մի հատ է քրվի դու լսես։ Ասեն արդեն իսկ գալիս է աստվածաշունչի այսօրվա խոսքը Քրիստոսի որ այդ ընտանիքի մեջ պարակվում է։ Քանի որ այդ ընտանիքի մեջ մի մասը աշխարհիկ վարկերով են ապրում, մի մասը հոգևոր։ Եվ չես ուզում լսել իրենց, այլ ուզում ես լսել այն տատիկին կամ պապիկին, ով որ խելոք ու շնորհքով նստած գլուխն է տանում։ Ինչ է խոսում, ինչ է խոսում։ Էս ինչ է ասում։ Տեր հայրենիով նայեք էս ինչ է։ Հարգում ես այդ տատիկին, որովհետև այդ տատիկը ամաչում է իրենց փոխանակ։ Եվ այդ երեխուն խրատ ես տալիս, ասում ես մի նմանի, ոչ օրդ, ոչ օրողորդ, ոչ քերուտ, ոչ քավորիտ, ոչ սրան, ոչ նրան, այլ նմանվի ես տատիկին։ Ասկը տատիկի ժամանակներն անցել են, այսինքն եկել են լկտիության ժամանակաշրջան, տատիկի ժամանակն անցել։ Այսօր 90%-ով մեր հասարակությունը այսպես է ասում։ Դե իրան ժամանակներն անցել են, հիմա արդեն նոր ժամանակներ են եկել։ Կարող են հիմա մրուկները հեծպուտ լոջացնեն, սկան սարկեն ու հենն քրիստոնեությունից ու հավատքից խոսեն։ Դիմա փոխվեն, պլաստիկ օպերացիա լինեն դեմքերը, ինքնական պլաստիկ օպերացիա, ամբողջությամբ սիլիկոնվել և հենն եկեղեցու սրբությունից ու հավատքից խոսեն։ Ելել են սրբությունը պաշտպանելու, մեր սրբությունը ոտնահարված է, մեր հավատքը կործանված է, հավատքի կործանումը քո արդեն շրթունքներից պարզ է դառնում։ Դուրը բացվի ներս մտնի 3 մետր առաջ քո շրթունքներն են մտնում, հետո նոր արդեն պարզ է թե հավատքը որտեղ է, հավատքը ինչից է սկսվում։ Եթե սրանք ի նկատի չունենանք սրանցից կախված չլինեն և չիմանանք թե ինչն է ճիշտ, ինչը սխալ, բնականաբար աստվածաշունչ ճիշտ է չեն կարող հասկանալ։ Հավատքը սխալ ուղղությամբ կարող է կան։ Նույն դասիրատությունները ընտանիքի մեջ կարող է։ Հայտ ինչ է։ Ուրեմն դրա համար Քրիստոսը չի ասում այսօր մեզ։ Եղեք ուշադիր, որովհետև այս աշխարհի վրա չկա մեկ բան, որ ասում ծառավելի։ Ուրիշ անգամ եղել ասել է,
Աստվածաշնչից դարձյալ մեջ բերելով Մատթեոսի կամ Լուկասի ավետարանը ասում է. եթե քո ծնողին ինձանից առավել սիրես, ինձ արժանանում չես։ Քո զավակին ինձանից առավել սիրես, ինձ արժանանում չես։ Քո եղբորը, քո քրոջը, քո հարազատին, քո բարեկամին ինձանից առավել սիրես, ինձ արժանանում չես։ Բայց դա չի նշանակում, որ նաև պետք է ատելությամբ լսվես նրա նկատմամբ, այլ ճիշտ հավատքի սերմանողը պետք է դառնաս։ Որտեղ վայ նրանց, ովքեր որ կդառնան սննդուներ, վայ նրանց, ովքեր որ կլինեն հղիներ, այն չարությամբ, ովքեր որ այն չարություն կսերմանեն այս ամբողջ աշխարհի մեջ։ Որովհետև չպետք է նաև տեսնենք, թե չարը սատանան պետք է գա մեզ ապացուցի ցույց տա իր երևույթն ու իր կերպարը, մենք տեսնենք իրեն ճանաչենք, որ իմանանք, թե ինչ տեսակի է լինում չարը սատանան, պոզով պոչով չի լինում, չարիկը պոզով պոչով չի լինում, չարիկը քրիստոնեության լեզվով է գալիս, ինքը չի գալու քեզ ներկայանա, ասի դեք դես ինչ, սա չարիկն է, ես եկել եմ չարի սատանայի գործը կատարել, այդպես ինչպես որ ասեցի, մրտները ասենք լծած, լծոնած կարգավիճակով գալացողները խոսելու են ավելի շատ քրիստոնեության մասին, հավատքի մասին, քան այն մարդը, որ ամբողջ կյանքում խեղճ կրակ ապրել է, փորձել է շարից փորձանքից հեռու։ Անարագությամբ զբաղվող կանայք ու մարդիկ ավելի շատ են խոսելու հավատքի մասին, որ նայում ես, ընտանիք ունի, ամուսին ունի, երեխաներ ունի, 4 հատ էլ կողքից ուրիշ մեկի պահում է։ Բայց ամենաշատը խոսում է հավատքի մասին։ Ոնց որ մի շաբաթ առաջ մի տեղ էի մտել, ճանաչելով հանդերձ, թե ով է այդ անձնավորությունը։ Գիտի որ ես գիտեմ, որ ինքը անառակությամբ է զբաղվում, ամուսին, երեխա ունի, 3-4 հոգի տղամարդը կողքից պահում է։ Բայց քննադատում է սրբությունը անառողին, քննադատում է հոգևորականին, քննադատում է եկեղեցին, քննադատում է հավատքի սրբությանը իբր թե ոտնահարող քահանաներին։ Կամ այն հավատացյալ ժողովրդին, ովքեր որ եկեղեցի կողքին են, պահում են իրենց հավատքը։ Ու ասում ես, ով անառակ, դու խոսում ես մի բանի մասին, որից բացարձակապես հեռու ես, իսկ կարելի է երրորդ ձևով եմ ներկայանում, գլուխը կախեց անմիջապես։ Ասում իսկ կարելի է ընտանիք ունենալով հանդերձ 3 հատ կողքից պահել։ Որտեղ է գրված Աստվածաշնչում ցույց տու։ Եթե կապացուցես Աստվածաշնչում այդպիսի երևույթ, հենց հիմա ծնկեմ այստեղ ներողություն։ Իսկ եթե այդպիսի բան չկա, ուրեմն ամենամեծագույն սրբապետը ձեզանից է սկսվում այդ ամեն ինչ, ինչ պետք է սովորի այդ ընտանիքի մեջ այդ երեխան։ Երբ որ նկատում ես, հայրը տունը չէ, ամեն շաբաթ մի տղամարդ է տան մեջ է։ Ինչ պետք է սովորի այդ երեխան։ Եվ աղը չեմ ինձոր, ինչ գիտենաս, երկրի մեր ղեկավարներ այդ երեխան է դառնալ։ Եվ մի քյավակել ինքն է բերելու այդ երկրի գլխ։ Կամ մի առաջնորդ էլ ինքն է դառնալ։ Ուրեմն ամեն բան սկսվում է կենցաղավարությունից։ Դրա համար պետք է լինել կամ աճ, կամ սա, բայց ավելի լավ է լինել աճակողմյան, դասին գտնվող, այսինքն ճշմարիտ հավատքի հետևող, Աստվածաշնչի խոսքի դաստիարակող, ոչ թե մարդկային խոսքով դաստիարակող, այլ Տիրոջ խոսքով դաստիարակող։ Ու այսօրվա պատմելու պատգամը Տիրոջ կողմից մեզ այս է, որ թեկուզ որ ընտանիքի մեջ ենք, անկախ նրանից այդ ընտանիքի մեջ ում ենք շատ սիրում, ում չենք սիրում, միշտ հիշել Աստծուց առավել, որևէ մեկին չլուծի։ Եվ եթե սիրենք Աստծուն, ուրեմն կկարողանանք ճիշտ դաստիարակել եւ մեր սերունդներին եւ մեր զավակներին։ Մենք թող Աստծո սերը, խաղաղությունը եւ հավատքը զորավոր մեզ հետ լինի այժմ եւ հավիտյան